ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի մասնակցությանը ևս մեկ պատերազմի։ Բողոքի ակցիաներին մասնակցել են մի քանի 100 ցուցարարներ։ Ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում, Բոստոնում, Չիկագոյում, Վաշինգտոնում և Լոս Անջելեսում։ Ամերիկացիների մեծ մասը դեմ է մեր մասնակցությանը որևէ պատերազմների, եւ ամերիկացիները նաեւ հասկանում են, որ այդ պատերազմների մեծ մասը Իսրայելի համար է։ Կարծում եմ, Իրանն իրականում բավականաչափ հզոր է, դա հեշտ հաղթանակ չի լինելու։ Որոշ ցուցարարներ Իրանի դրոշներն են ծածանել, նաև պաստառներ պահել ոչ մի պատերազմ Իրանում կարգախոսով։ Հավաքվածները քննադատել են նախագահ Դոնալդ Թրամփին։ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու Թրամփի որոշման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Ֆրանսիայում, Հունաստանում, ինչպես նաև Թեհրանում։ Մարդիկ այսօր այստեղ են կոչ անելու կառավարությանն արձագանքել ԱՄՆ-ի հարձակումներին։ Տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաները կարող են դառնալ մեր զինված ուժերի թիրախ։ Եթե մենք չարձագանքենք, նրանք անպայման ավելի ագրեսիվ կլինեն եւ կշարունակեն ահաբեկել։ Մեր զինված ուժերը պետք է հնարավորինս շուտ ջախջախիչ պատասխան տան։ ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ուղղակիորեն ներգրավել Իսրայելի եւ Իրանի միջև մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության մեջ հունիսի 22-ին հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի պատասխան տալ։